մեր քաղաքացիները ընդունել են մեր օրակարգը, խաղաղության օրակարգը եւ մեր առաջարկը համակեցություն մեր հարևանների հետ։ Եվ ես վստահ եմ, որ չկա մեկ այլ քաղաքական ուժ, որը կարող է առաջարկել որևէ օրակարգ։ Եթե նկատեք, անդիմությունը առհասարակ չի կարողանում օրակարգ գեներացնել Հայաստանի Հանրապետությունում, չի կարողանում որևէ առաջարկով հանդես գալ, եւ որ հարցնում ես որն է նրանց այլընտրանքը խաղաղության օրակարգի, իրենք այսպես մի բան են նկարագրում, ինչը առհասարակ պատերազմն է, եւ խաղաղություն թե պատերազմ ընտրությունը 21 թվականին հստակ արձանագրվել է մեր քաղաքացիների կողմից, այն է խաղաղություն, եւ պատերազմ խրախուսող ուժերի հետևից նրանք չեն գնալու։ Հատկապես որ լավ հասկանում են, որ Սամվել Կարապետյանի տղաները չեն գնալու պատերազմելու, Սամվել Կարապետյանի եղբոր որդին չի գնալու պատերազմելու, Ռոբերտ Քոչարյանը իր թոռներին օժտել է այլ երկրի քաղաքացիությամբ, չեն գնալու կռվելու, եւ առհասարակ մեր քաղաքացիներին պարտադրելու են մի բան, ինչի մասնակիցը չեն լինելու, ինչից տուժելու է հասարակ քաղաքացին, որը չի ուզում պատերազմել, վստահ եմ, եւ ուզում է ապրել խաղաղության ներքո, որովհետեւ եթե մենք տարիներ շարունակ նայենք ինչ էր ընտրում մեր քաղաքացին, ընտրում էր խաղաղությունը, եւ որ բանակից խուսափում էր, էլի մեծ հաշվով կարող ենք մեկնաբանել, որ չէին ուզում պատերազմ առնվազն, չէին ուզում գնալ եւ զոհվել ընտրելով կյանքը։